Ապօրինի ծառահատումների դեպքերի բացահայտում, ընդերքօգտագործման, կենդանական և բուսական աշխարհի պահպանությանն ուղղված միջոցառումներ։ Հունվարի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը ամփոփեց 2025-ին իրականացված աշխատանքները, խոսեց 26-ի ծրագրերից։ Անցյալ տարի իրականացված 421 ստուգումներից 394-ը ավարտվել է, բացահայտվել է 103 իրավախախտման դեպք։ Ստուգումները ըստ ուղղությունների ունեն հետևյալ թվային պատկերները. կենդանական եւ բուսական աշխարհի օգտագործման եւ պահպանության ոլորտում մենք 12 ստուգում ենք իրականացրել, ընդերքօգտագործման եւ ընդերքի պահպանության ոլորտում 100 ստուգում, մթնոլորտային օդի պահպանություն 117, ջրային ռեսուրսների օգտագործման եւ պահպանության ոլորտում 142 ստուգում եւ 50 ստուգում իրականացրել ենք այլ ոլորտներով։ Իրավախախտումների թվերը 2024-ի համեմատ ցավոք աճել են մոտ 30%-ով։ Վերահսկողական աշխատանքների շնորհիվ արձանագրվել է պատճառված 33 միլիարդ 906 միլիոն դրամի վնաս։ 2025 թվականին պետական բյուջե է մուտքագրվել 338 միլիոն դրամի կարգի գումար, ըստեղ եւս աճ ունենք մոտ 39%-ով նախորդ տարվա համեմատ, նախորդ տարի մենք բյուջե ենք մուտքագրել 242 միլիոն դրամ։ ՊԵԿ-ի և քննչական կոմիտեի վարույթներով քննվող ապօրինի ընդերքօգտագործման դեպքերով 24 և 25 թվականներին ընդհանուր պետբյուջե է վերադարձվել 955 միլիոն դրամ գումար։ Կենդանական եւ բուսական աշխարհի օգտագործման եւ պահպանության ոլորտում, ինչպես արդեն նշեցի, մենք արձանագրել ենք 1264 իրավախախտման դեպք, ընդ որում դրանից 1066-ը դա բուսական աշխարհի հետ է օգտագործման եւ պահպանման ուղղությամբ է։ Ես ուզում եմ նշել, որ ապօրինի ծառահատումներով մենք ունենք դրական դինամիկա, եթե 24 թվականին մենք արձանագրել էինք 13013 հատված ապօրինի ծառ, ապա 25 թվականին մենք արձանագրել ենք 11852 հատված ծառ։ 2025-ին ապօրինի որսի 16 դեպք է բացահայտվել, ինչպես նաև բռնագրավվել է 16 որսորդական զենք։ Ուժեղացված վերահսկողություն է իրականացվել Սևանա լճում Սիգի ձվադրման ժամանակահատվածում, կանխելով ապօրինի ձկնորսությունը։ Այս տարվա Սիգի ապօրինի կանխարգելման միջոցառումը երևս դրական եմ գնահատում, որովհետև ակնհայտ է, որ հանրապետության տարբեր քաղաքներում, ինչպես նաև մայրաքաղաքում մենք այտենց ակնառու շատ Սիգի վաճառքի դեպքեր չենք ֆիքսել, հիմնականում այս 2200 կիլոգրամը մենք արձանագրել ենք հենց Սևան ազգային պարկի Սևանա լճի տարածքում։ Անազատ և կիսազատ պայմաններում վայրի 56 տեսակի 281 կենդանի պահելու դեպքերի հետ կապված համապատասխան գործողություններ են իրականացվել 2025-ին։ Մթնոլորտային օդի պահպանության ուղղությամբ մենք արձանագրել ենք 617 իրավախախտման դեպք, 2024 թվականին եղել է 397-ը, ընդհանուր տուգանքների չափը կազմել է 34 միլիոն 980 հազար դրամ։ Ոչ պակաս հաճախ են հանդիպում ոչ սահմանված վայրերում, համայնքային և գյուղատնտեսական նշանակության հողերում աղբ թափելու դեպքերը։ Բոլոր ապօրինի աղբավայրերի կամ ապօրինի աղբի տեղադրման դեպքերով մենք շատ արագ արձագանքում ենք, համապատասխան վարույթներ ենք իրականացնում, չափագրումներ ենք իրականացնում, պարզում ենք, թե ինչ մակերեսի մասին է եւ ինչ ծավալի մասին է, եւ այդ վնասի հաշվարկներից հետո հաղորդումներ ենք ներկայացնում համապատասխան մարմիններին, հիմնականում քննչական կոմիտեին։ 2025-ին ջրային ռեսուրսների պահպանման ոլորտում իրականացված 75 ասեցումների շնորհիվ կանխվել է շուրջ 268 լիտր վարկյան ապօրինի ջրօգտագործում։ Բավականին շատ ահազանգեր ենք ստացել, օրինակ 2025 թվականին մենք քաղաքացիներից տարբեր կազմակերպություններից ստացել ենք 1631 ահազանգ, որը որ եռակի անգամ ավել է նախորդ տարվա համեմատ, միայն թեժգծի միջոցով 1293 ահազանգ է ստացվել եւ այս նաեւ իրավախախտումների մեծ քանակ լինելը պայմանավորված է հենց այդ թեժգծի եւ քաղաքացիների ակտիվությամբ։ 2022-ից սկսած Հայաստանի Հանրապետության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը իրականացրել է 22 կրթական ծրագիր, որից 5-ը անցած տարի։ Հովհաննես Մարտիրոսյանի խոսքով նաեւ նման միջոցառումներն են նպաստում աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։ Ձեռք բերված դիրքերը չեն պատրաստվում զիջել 2026-ն ավելի լավ ցուցանիշներով ամփոփելու համար։ Անի Գրիգորյան, Սյունիք լուրեր։